նախկին քաղաքապետերի 90%-ը դա։ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հակակոռուպցիոն դատարանում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը պետք է տարածվի նաև այդ ժամանակաշրջանի մարզպետների եւ մի շարք նախարարների վրա։ Ըստ Ղուկասյանի, մարզպետարանները մշտապես վերահսկել են քաղաքապետարանի ու քաղաքաշինության բաժնի գործունեությունը, ուստի պատասխանատվություն պետք է կրեն նաև ոլորտային նախարարները, վերահսկողական ծառայությունների պետերը եւ վերահսկիչ պալատը, որոնք պարբերաբար ստուգումներ են իրականացրել համայնքում։ Նա ընդգծել է, որ քաղաքապետարանի բոլոր փաստաթղթերի կրկնօրինակները եղել են մարզպետարաններում, ինչը ենթադրում է վերադաս մարմինների լիակատար տեղեկացվածություն եւ վերահսկողություն կատարված գործողությունների նկատմամբ։ Քաղաքաշինության նախարարի Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դեռ չի վիրահատվել եւ հայտնի չէ, թե երբ կկատարվի վիրահատությունը։ Իզմիրյան բժշկական կենտրոնից, որտեղ 10 օրից ավելի գտնվում է սրբազանը, լրատվամիջոցներին հայտնել են, որ վիրահատությունը հետաձգվել է անհայտ ժամանակով, քանի որ շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է, որը պետք է կարգավորել, հետո նոր վիրահատել։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանում ընդդիմադիր գործիչների եւ հոգեվորականների նկատմամբ հետապնդումներին, որոնք հաճախ ուղեկցվում են ռուսական ծառայությունների հետ կապ ունենալու մեղադրանքներով։ Զախարովան անհասկանալի է համարել այն չափանիշները, որոնցով Հայաստանի իշխանությունները մարդկանց որակում են որպես ռուսական ազդեցության գործակալներ, նշելով, որ մեջբերում, եթե հիմքը երկկողմ հարաբերությունների զարգացմանը կողմ լինելն է, ապա նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը եւս խոսում է այդ մասին։ Ըստ Զախարովայի, եթե ընդդիմության հետ պարզապես հաշվեհարդար են տեսնում Ռուսաստանի անունը շահարկելով, ապա դա բարեկամական մոտեցում չէ եւ հակասում է երկկողմ գործընկերությանը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով Ադրբեջանի նախագահին շնորհակալություն հայտնելը ճիշտ որոշում է, հաշվի առնելով փաստը, որ Ալիևը համաձայնել է Հայաստան-Բեռներ տեղափոխվեն Ադրբեջանի տարածքով։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նաև նշել է, որ տեղի ունեցած իրադարձությունները ունեն շատ մեծ կարևորություն եւ երախտագիտության խոսքը կարևոր է հատկապես ԵԱՏՄ-ի համար։ Կարծում եմ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք։ Եվ ես այո, արտահայտում եմ այդ վերաբերմունքը եւ կարծում եմ ճիշտ եմ անում, ընդ որում չի տարբեր տեղերում, որ տարբեր տեղերում դա արձանագրի, որովհետեւ դա կարեւոր է նաեւ ԵԱՏՄ-ի համար։ Որովհետեւ մենք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ ենք ստացել։ Մենք նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել։ Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջերս արված հայտարարությանը 2026 թվականին Հայաստանի հետ խորհրդանշական քայլերի գնալու մասին, Փաշինյանը ողջունել է Թուրքիայի պատրաստակամությունը եւ հավելել, որ հասունացել է կոնկրետ քայլերի գնալու պահը։ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել արցախցի 58-ամյա Կարեն Ավանեսյանին։ Ըստ ադրբեջանական կողմի ներկայացրած վարկածի, Ավանեսյանը զինված փորձել էր մոտենալ հանրային միջոցառման վայրին, որտեղ Իլհամ Ալիևն էր, սակայն ոստիկանները կանխել են։ Բաքվի ուժայինները պնդում են, որ տղամարդը դիմադրություն է ցույց տվել, կրակ բացել եւ նռնակներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակով վիրավորվել է եւ ձերբակալվել։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում անազատության մեջ գտնվող Վիգեն Էլջեքյանին, ինչպես հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիան Նամինասյանը, բանտարկյալին փոխանցել են սնունդ, ծխախոտ եւ անձնական օգտագործման իրեր։ Անցյալ շաբաթ Էլջեքյանին հնարավորություն է տրվել զանգահարել ընտանիքին։ Օրերս ի դեպ տարածվեցին տեղեկություններ, որ Էլջեքյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նա ունի անվասալյակի կարիք, ինչը չի տրամադրվել։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 2 ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել եւս 2 անձի նկատմամբ կաշառք ստանալու եւ կաշառք տալու համար։ Հայաստանից արտահանվող ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի 3-րդ երկիր արտահանման վրա արգելք է դրվել 6 ամսով։ Սա չի վերաբերում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանմանը։ Ըստ որոշման այս ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում շուկայի պահանջարկը, ինչն ապահովում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 6-ից։
Իրաքի առաջին տիկինն այցելել է Իրաքի հայկական եկեղեցի եւ տեսանյութ հրապարակել։ Շանազ Ահմեդ Իբրահիմը Իրաքի հայոց թեմի առաջնորդ օշական եպիսկոպոս Գյուրգյուրյանի հետ շրջել է տաճարում, ծանոթացել եկեղեցու պատմությանն ու հոգևոր նշանակությանը։ Այցի վերջում նա շնորհակալություն է հայտնել եպիսկոպոսին բարեհամբույր վերաբերմունքի համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ պաշտպանության նախարար Իսրայել Կացը խոստացել են շարունակել ռազմական գործողությունները Գազայում, Լիբանանում եւ Սիրիայում։ Մենք մեզ հաստատել ենք որպես տարածաշրջանային տերություն, իսկ որոշ ոլորտներում նաեւ գլոբալ, որը մեզ ավելի է մտերմացրել շատ այլ երկրների հետ, ասել է Նեթանյահուն։ Նա կարևորել է Համասի եւ Հեզբոլլահի զինաթափման հարցը։ Իսրայելի վարչապետի խոսքով Համասը հարձակման է պատրաստվում, որն ուղղակիորեն հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնագրին։ Իսրայելը Գազայում Համասի եւ Լիբանանում Հեզբոլլահի հետ հրադադարի համաձայնագրեր է ստորագրել, սակայն շարունակում են ժամանակ առ ժամանակ ռազմական հարվածներ հասցնել, որոնք Թել Ավիվի խոսքով ուղղված են ահաբեկիչներին եւ ահաբեկչական ենթակառուցվածքներին։ Ստամբուլի ոստիկանությունը ձերբակալել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման 115 անդամի։ Նրանք կասկածվում են Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների նախաշեմին հարձակումներ պլանավորելու համար։ Այդ հարձակումների թիրախում պետք է լինեին ոչ մուսուլմանները։ Խուզարկությունների ընթացքում արգելվել են զինամթերք։ Պարզվել է, որ ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ հայտարարված է եղել միջազգային հետախուզում։ Այս պահին որոնվում են խմբավորման մյուս անդամները։ Ռուսական Չելյաբինսկից են այս կադրերը։ Մինչև քաղաքացու մեքենայի կապոտին հայտնվելը, այս խաչմերուկում բախվել է մի այլ մեքենայի ու փորձել փախչել դեպքի վայրից։ Վնասված մեքենայի վարորդը թռել է մեքենայի կապոտին, թե ինչ է տեղի ունեցել հետո, դուք տեսնում եք ձեր էկրաններին։ Փախուստի փորձ արածին ձերբակալել են եւ սպառնում է 15-օրյա կալանք։ Նախնական տվյալներով նա եղել է ոչ թափ վիճակում։ ԱՄՆ-ում երկու տղամարդ փորձել են գողանալ սուպերմարկետում տեղադրված բանկոմատը, բայց ճանապարհին կորցրել են այն։ Գողերը մուրճով կոտրել են պատուհանը եւ պարանով կապել մեքենային։ Նրանց հաջողվել է տանել սարքը, բայց ճանապարհին այն պոկվել է։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասում անցկացվող փառատոններից մեկի ժամանակ սալսա է պարել մարդանման ռոբոտի հետ։ Միջոցառման ժամանակ Մադուրոն նաև շնորհավորել է ԱՄՆ-ի բնակիչներին Սուրբ Ծննդի կապակցությամբ։